Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, այս վլոգը մեր կրուիզի մասին է ու հիմնականում կրուիզյան նավի մասին է։ Ես դες կտամ ամբողջ նավը, կասեմ թե որտեղ է կանգնում նավը, ուր ենք մենք գնում առհասարակ, մի խոսքով այսպես, այս պահին մենք անցնում ենք Ստուգում security կողմից, որովհետև check-in-ը արդեն եղել ենք։ Հիմա գնում ենք արդեն Ստուգում անցնելու։ Հոպա։ Ստուգումն անցնելուց հետո դուրս եկանք ու միանգամից երևում է մեր նավը։ Հրաշալի է ջան, ասա կյանք։ Ոնց տեսնում եք նավը շատ մեծ է, բայց ուզում դες տալ որ իր կողքին էլ կանգնած նավ կա հեսա, որը այդքան էլ մեծ չի ոնց որ թե, կամ գուցե ավելի հեռու է դրա համար է տենց թվում։ Այս նավը մի հատ նայեք իր մեծությունը, այն մասից սկսվում է եւ ավարտվում է ես իմ որտեղ։ Հիմա գնանք մեր սենյակը գտնենք նախ եւ առաջ, իրականում մենք check-in-ի ժամ նշել էինք 12:30, բայց ավելի շուտ ենք եկել, հույս ունեմ մեր սենյակը արդեն պատրաստ կլինի, գնանք մեր սենյակը գտնենք ու ներսը ձեզ ցույց կտամ ինչ տեսք ունի, սա իմ կյանքի առաջին կրուիզն է, դրա համար որոշեցի ձեզ եւս պատմել, ու իդեպ մեր սենյակը 10-րդ հարկում է, գնացինք, մտնում ենք ներս, հիմա այստեղ եւս մեկ ստուգում կանցնենք, չեմ կարողանում կսել, գնա բալես, այստեղ տոմսերը ստուգեցին ընդամենը և մենք արդեն մտանք ներս, նայեք մեզ դիմավորում են այսպես կերպարիկով, oh hello, նարեն ատեն ընկերացել է, it's okay, ջան, լավն է, հա? Նայավ վայ ստիտը չեմ թեյան Ստիճինում են կերպար, ասմա գրկի ինձ Գրկի դե գրկի Okay Yes Thank you so much Where are you guys from? From Armenia Yes Pleasure. Do you live in Italy or No, in Armenia From Armenia, okay. Եկել ենք մեծ հասկանանք ինտերնետի հարցը, որովհետև չենք նախապես գնել ինտերնետ, բայց մեծ հասկանանք կարող ենք այստեղից վերցնել Wi-Fi, թե չէ։ Նայեք, GoPro-ներ են վաճառում։ Հասանք մեր սենյակ, հիմա միասին գնանք ուսումնասիրենք մեր սենյակը։ Ահա։ Ոյ, չի մնում այս դուռը բաց։ Դիկ այս դուռը չի մնում բաց։ Արի ներս տարը։ Ահա, սա նարեի սենյակն է։ Լույսը ուրա, չգիտեմ լույսը ուրա, սա դրված է, չգիտեմ ինչ համար, երևի թաց որ գանք դրա համար կամ ուղղակի ձևի համար, սրբիչներ, բրասլետիկ, սա նարեի համար է, նարես բրասլետիկը քեզ համար է, որ դու կարողանաս մանկական զոնաներ մտնել և ինձ համար ամենասպասելի պահը, հա, ինձ համար ամենասպասելի պահը, բալկոնչիկն է, բացեցի ու գնում ենք, բալկոնչիկ, ինչ մեծ բալկոն է, սենց անկյունի վրա է, բայց հավես է, ինձ թվում է հավես է, հեսա որ դուրս գանք ծովի մեջ, արդեն կերև է հավես է, թե չէ, հավես է, շատ հավես է, լավ է, չէ որ բալկոնչիկը, բայց չգիտեմ լավ է, որ սենց անկյունի վրայի բալկոնչիկը, թե վատ է, ուղղակի նայ օրինակ այն մյուս բալկոնչիկները ավելի փոքր են չափերով, բայց այս վատ է, որ այս պատը կա, սենց հորիզոնը ամբողջական չի լինում, ինչ ես գրում, դե գրի, սենյակի կա, հելը տեսնենք սանհանգույց ինչ, վիդյոկումա բարև ձեզ, կարևորը մաքուր է, ոնց որ ինքնաթիռի մեջի սանհանգույց լինի, փոքրիկ, շատ հերիք ապրես, եկել ենք հաց ուտելու, տեսնենք թե
այս մի ռեստորանը ոնց կլինի, որովհետև բավականին շատ են ռեստորանները ու չգիտեք որից սկսել, որից օգտվել եւ այլն։ Բայց նայեք, այսօր սկզբի հատվածում կա լվացվելու տեղ, որը շատ հարմար է իրականում, օճառ։ Ու լվացվում ես, հետո գնում ես ճաշարան։ Լավ, ես մի հատ ես տոп տամ ու ես նորմալ լվացում երկու հետո շարունակեմ։ Սկսվեց։ Ամենաբարդը էնա, որ պետք է Արի, տեսնենք ինչեր կան։ Պետք ձեզ ցույց տամ, թե ինչ ուտելիքներ կան։ Տեսեք, ասկասում պանիրներ են, այստեղ ինչ-որ ձկնային, ծովամթերքային կերակուրներ։ Ինչմայս է, մակարոններ են, բայց այսպես գործնելու ենք իրար, որովհետև տանոցքը շատ մեծ է։ Լավ, ես կարծում ավելովա հետ գնամ, ու մենք իրար հետ գանք, որովհետև շատ մեծ է տարածքը։ Աու, տեսարան է ու ամբողջը տանց պանորամայինը։ Ուղղակի զբաղված են, մենք կնստենք այստեղ։ Ինչ-որ նմանատիպ քեյք կա։ Ռիցը։ Ձուկը կա, որը կարելի է փորձել, հացերն են։ Նոցը բաց չի խոհանոցը։ Տեսնենք այստեղ ինչ են սարքում։ Այստեղ կատրեցում են գրիլի վրա։ Ու էլի լավը։ Այս մասն էլ արդեն աղանդերն են, խաղծրիկները, համովիկները։ Այստեղ նույնպես համովիկներն են։ Պահեստային ինչ-որ հատվածը, այս հատվածում հավանաբար հյութեր, սուրճ, թեյ և այլն։ Եվ այստեղ էլի ուտելիքներ են այս մի կողմում։ Ամբողջ խնդիրն է, որ դե արի ես քանից ընտրի ինչ ես ուզում։ Այս կողմում էլ կան պիցաներ։ Նրանք հասկանում ինչ պիցաներ են։ Այսպես պիցաներ են։ Տեղում պատրաստող մրգեր։ Ես իրականում այսքան որ մտածեցի, ավելի սովետացա։ Այստեղ էլ արդեն ըմպելիքներ։ Էլի խաղծրիկներ։ Այնտեղ նրբերցիկներ։ Լավ։ Ես քանի որ բավականին սովետաց այս գիտեմ սեմ դրներ են, որովհետև ես եմ նայել ծովամթերք շատ եմ սիրում, վստահ եմ, որ ինքն դուտի հաստատ գրիլարած դուտ։ Այնպես որ ինձ նարին գվեցքեմ դուտ, ու արդեն լավը դահասկանեմ, թե էլ ինչ բարի է փորձը։ Էլ ինչ պրոիդյան լայներ առանց լողավազանի։ Յուհու, ակենեմ լողավազան։ Այս առաջին լողավազանն է, այս լայները ունի 7 լողավազան։ Մնում է տեղ գտնենք։ Սկսել է շարժվել մեր նավը։ Ու մենք։ Այս հատվածում կա խաղասրահ, այսպես փակ ջակուզի, նստելու տեղ եւ ներքևում էլի երկու ջակուզիներ, լողավազան, սա ուրիշ լողավազան է, այն դրսին է չի, բայց ես մեկն ասենց բացօթյայիկ։ Այսպես։ Ավասն է։ Այս փակ ջակուզին ինչքան գիտեմ, մինչև ուշ գիշեր աշխատում է։ Ու իհարկե տեսարանը, որը հեքիաթային է, հրաշք հողեկի տեսարանը, հլստեղ, շատ ընտիր է։ Այ այստեղ որ չի երևում, այս ջիմն է, հեն այ, մարդիկ պարապում են, որ ուսադիր նայեք կտեսնեք։ Վերևում ռեստորան է էլի, են ավելի վերևում չգիտեմ ինչ է։ Ֆուտբոլ են նայում բոլորը, մենք որ մեզ բացարձակ ֆուտբոլը հետաքրքիր չի։ Չեմպիոնների լիգան է։
Զանայ գայս էկրանով նայում են։ Այս հատվածը շատ սիրում է։ Ռեստորան ենք փնտրում ու այսպես շշերով, գինիներով հարուստ հատվածով անցանք, շատ հավես է։ Այս տարածքում բավականին շատ ռեստորաններ կան, աչից ուզախից։ Նոր են մյուս կողմում են տային։ Մենք են մյուս կողմում ռեզերվ ունենք, բայց 9:30, իսկ այստեղ մամա 8-ին է բացվում։ Պանորամայա կոչվում է ռեստորանը եւ մեզ այս հատվածում տեղավորեցին։ Հրաշալի է, հրաշալի է։ Վաու, բատեսարանը ինչ հրաշալի է։ Երբ նավը շարժվում է, ու լավա որ շվեդական հանացքի ես իդեմ ուչոց գիրում, մենյույավա։ Արի, արդեն բավական ուշ է նկարելու համար, որովհետև համարը կերակ վերջացացինք, բայց ասեմ ինչ էինք պատվիրել։ Թունա ձկան գրիլ, լասոսի գրիլ, բուլղուրով էր ու կանաչիով։ Այստեղ կար, ժամանակին կար խոզի գրիլ, ընտեղ ինչ-որ բանջարեղեններ էին, այստեղ պյուրեյով, մի խոսքով, ու հեսա կբել են նարերի համար պյուրե և հավի կրծքանից, այդքանը։ Նարե, ուզում եմ իմանամ էսում խուճուճիներն են, հելի պտտվի նայեմ, օխ, ես իմ սիրունա, Ուտալուց հետո որոշեցինք մի քիչ ֆրֆռալ, միկրոֆոնս մոռացել եմ սենյակում, բայց ձեզ այսպես կպատնեմ, դուք կտեսնեք, այս հատվածում սենց խանութներ են, տարբեր ինչերի ասես, այս մասում կրեպի ռեստորան չի կա, էքսկուրսիաներ կարելի ամրագրել, վերևում սիրուն սենց անիմացիաներ է, Իրականում այնքան մեծ է, ներևոր չի մի անգամից մանգալ ամբողջ ու շատ կան այսենց լուսանկարիչներ, ովքեր հրավիրում են նկարվելու և զույգերը հիմնականում նկարվում են սիրուն Այլի խանութ ու այլի բարեր Ներկացում է սպասվում, յուրտոպները բացվեցին, օպս փակվել։ Սեգին մենք ներկացում նայելու, եթե թիտնակ կնկարեմ, իդե բլակ։ Եթե դուք երբեմն չեք տեսել, թե ոնց են սարքում մոցարելա տեսակի պանիրը, հիմա ցույց տամ։ Այսպես են սիրանացի սոհանեցին։ Այսպես պատրաստում եմ։ Եկել ենք խաղային մյուս զոնա, նախոտանքն ներքևում ենք, ջան, եսա լեգո, սրահ այս մասում, ջան, ինչ ա բալես,
Հիմա տեսնենք նարեն ուր կմնա։ Այս 3 տարեկանից ցածր երեխաների համար ոստորա։ Գնանք տեսնենք 3-ից 6 տարեկանները ուր են։ Այ ներքևում են ոնց որ 3-ից 6 տարեկանները նարեն են։ Նա ինչ-որ խաղ են խաղում։ Գնաս խաղաս հետները։ Այդ ինչ լավ են խաղում։ Խաղում են։ Խոսեմ թե ամեն ինչ պարզ է։ Երեկվան ժամին մենք են որոշեցինք տեսքի գալ։ Եվ հիմա դուրս ենք եկել, որ այս հատվածում նավի վերջնամասն է, որ այս վերջնամասում կարողանանք սիրուն նկարվել, որովհետև հենց այս հատվածում ավոր սիրուն է լինում նկարները։ Perché? No! Perché? Ora stanno vinto. Մաքուրեմ ես։ Բայց մաքուրեմ, նոր եմ լողացել։ Լողանում եմ։ Լավ է։ Օտարանը։ Հա, օտարը։ Հենքսի գոհիս։ Has lost. Չէ, չեմ լացել։ Շարադալիս։ Էլեֆանտի հատկում։ Ոքի։ Վայ, Չինա։ ապրեց իմ կյանք։ Իրար ես սիրուն, է։ Հա։ Շատ։ Դու ես սիրուն։ Ես դեզերքի չափ եմ սիրում։ Դու ես հար։ Համազերի պես։ Նարը ես դեզերքի չափ եմ սիրում։ Ես կամարը հարկման դու ուրախանում ես։ Այո, շատ եմ ուրախանում։ Դենց գրկում պաչում ես, ավելի եմ ուրախանում։ Ուй, իմ սեյվ։ Լավ ես։ Սոպ։ Ոսան ծավրժ։ Այո, նստեցի, շպխելով բալիկ եմ ես։ Ինչ անենք։ Վերևում անիմացիաներ եմ, այդքան։ Ու մարդիկ, ովքեր նկարում են այդ անիմացիաները։ Այսպես չեքաութ ենք լինում ու դուրս ենք գալիս նավից, որ գնանք ու բացահայտենք նոր քաղաք։ Եկել ենք մի հատ իլյուստրատորը։ Քոնտրոլ տեսեք, ոնց էին դիմավորում, սենց խրվել էին։ Հիմա այստեղ նստում ենք, ես սիրում պատուհանի մոտ ծովի տեսարանով։ Նավը շարժման մեջ է։ Այ այսենց վա, այս ինչ հավես։ Ոտնդերը ամեն անգամ նավից դուրս գալիս որևէ քաղաքում եւ հետ վերադառնալիս այ այսպես օտակումներ են լինում, հերթեր են լինում ու այսօր պատկերացրեք որ բացվել է ժամը 8-ին առավոտյան, բայց մենք դուրս ենք գալիս 11-ին, միևնույնը այս հերթը կա։ Այնպես որ պետք է ուղղակի հերթ կանգնել եւ դուրս գալ։ Եկել ենք մեր նավի մեջ բացահայտելու եւս մի վայր։ Այո։ Գնում ենք ակվապարկը, մի հատ տեսարանով հիանենք, հետո նոր գնանք։ Այս ինչ անտիրա։ Ակվապարկ։ Վաու։ Տեսնենք, Նայիր, ընտրվում են անում, անցնում են պարանների վրայով։
Մոտիկ տես։ Ես էլ եմ ուզում։ Ու ակվապարկ է, ինչքան է։ Մի հատ խնդրում նայեք ինչքան մարդ կա։ Ու սա դեռ ընդամենը մի հատվածն է նավի։ Այսօր օրը ծովի վրա է, դրա համար բոլորը լողավազանների տարածքում են ու այս Սա նավի այս 4-րդ հարկն է, որը նախատեսված է աշխատողների համար եւ խիստ տարբերվում է մնացած հարկերից, որովհետեւ մնացած հարկերը տենց սիրուն շքեղ մեծ, իսկ այս հարկը սենց վատ վիճակում ու իրականում դա շատ դաժան է։ Նայեք, այստեղից արդեն սկսվում է հյուրերի համար նախատեսված վայրը, ուղղակի դուրս ու ներս անելու համար այս մասից են գնում։ Ու տեսնում ենք մոտավորապես ներքին խոհանոց, իհարկե ամբողջությամբ չենք տեսնում էլի, բայց գոնե ինչ-որ չափով տեսնում ես, որ այս լյուքս կյանքից հետո կա նաև աշխատողների համար նախատեսված վայրը, որը շատ տոկուր է։ Իրենց նր սենց լիներ էլի, գային ապրեին, ստեղ սիրում։ Ես